Բարև Ֆակտոր TV հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ պատգամավոր Արսեն Թորոսյանն է, ողջույն։ Բարև Թորոսյան։ Ինչ է Սամվել Կարապետյանի կալանավորումը, ասում են ձեր քննադատները եւ ընդդիմադիրները, եթե ոչ քաղաքական հետապնդում բերելով հետեւյալ փաստը, որ դուք ոչ հեծի մասին կհիշեիք որպես ազգայնացման ենթակա կառույց, ոչ էլ Տաշիր պիցայի բաներում, հա, արտադրանքում սալմոնելաներ եւ ցուպիկներ կհայտնաբերվեին, եթե նա չպաշտպաներ եկեղեցուն։ Նախ եկեք բան էլի, այն որ ռուսերեն ասած պապոլը չկամ, հա։ Նախ Սամվել Կարապետյանը ոնց որ թե եկեղեցուն չէր պաշտպանում, այլ սպառնում էր Հայաստանի Հանրապետությունում ինչ որ գործողություններ իրականացնել իր ձևերով, ինչ որ խմբակի դեմ, որը ենթադրում եմ իշխանությունն է, հա, այդ փոքրիկ խմբակի։ Երկրորդը, եթե մեր ընդդիմախոսները չստեն եւ պարզ փաստերին նայեն, ապա կտեսնեն, որ մենք հանրային ծառայություններով, մատուցող ընկերություններով վաղուց զբաղվում ենք եւ հատկապես հայկական էլեկտրական ցանցերով, որտեղ դրանից օգտվում են մեր ազգաբնակչության բոլորն են օգտվում։ Եվ ջրի մասով, եւ Գազպրոմի, եւ հեցի, եւ նաեւ հիշում եք, մենք ունեցել ենք կադրային փոփոխություններ այդ մասով, գործադիրում, ՀՑԿՀ-ում, այսինքն սուտ են ասում, որ մենք չենք հիշել հեցին։ Երկրորդը Տաշիր պիցայի մասով չգիտեմ ճիշտն ասած ինչա տեղի ունենում, բայց եթե էլի հետևեն սննդի տեսչական մարմնի հաղորդագրությունը, ապա կտեսնեն, որ պարբերաբար տարբեր սննդի օբյեկտներում ստուգումներ են տեղի ունենում, դրանք կարճ ժամանակով կամ երկարաժամկետ փակվում են, հետո այդ կարգավորումները ուղղվում են, նորից բացվում են։ Եվ ես կարծում եմ, որ ինչպես նաև ասացի իմ ելույթում հենց այդ կարծիքը հայտնելուց անմիջապես հետո ոմանք ու մենակ Սամվել Կարապետյանը չէ, էլի կան մարդիկ տեղը չեն բերում, թե ոնց կարելի է խոսել Հայաստանում իշխանության ձևավորման, այսինքն ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հետ ու բերել ինչ որ մտածածին թեզել, որ մենք եկեղեցու դեմ ենք, եկեղեցին ինչ որ հազարամյա պատմություն ունի, որը իհարկե տենց է, բայց ով է եկեղեցու դեմ։ Ես ինքս բացարձակ որևէ հարաբերություն չունեմ եկեղեցու հետ, իսկ վարչապետը շատ պարզ ասում է, որ եթե կան կանոններ, որոնք սուրբ են, հա, եկեղեցու համար։ Եվ եկեղեցու հետևորդները ուզում են այդ կանոնների վերաբերյալ պարզաբանումներ ստանան, այդ կանոնները պոտենցիալ խախտողներից, նրանք դրա իրավունքը ունեն, որպես այդ եկեղեցու հետևորդներ։ Եվ ես էլի եմ ասել, շատ եմ ասել, այդ ամեն ինչը այդ պաշտպանությունը, հա, այսպես կոչված, այդ սրբությունները խախտողների ըստ էության այդ խախտումների իրավունքը արդարացնելու համար, որ կա կանոն, բայց կարևոր չի, կարելի է այդ կանոնը խախտել։ Եվ այդ բոլոր մարդիկ, որոնք որ պաշտպանում են, դա փաստացի պաշտպանում են կանոնը խախտելու իրավունքը։ Գնայք պարոն Կարապետյանի փաստը, բանը, պարոն Թորոսյան, չգիտեմ ընթերցել եք մեր կայքում թե չէ, ասում են, որ պարոն Կարապետյանը երևի նկատի է ունեցել աղոթենք մեր ձևերով, չէ, ոչ թե օրինակ իշխանությունը բռնազավթենք։ Ես լսել եմ այդ թեզը, բայց նա ասում է, որ նկատի է ունեցել, եթե քաղաքական գործիչներ, ասենք իշխանությունը, քաղաքական ուժերը հաշտեցման չբերեն եկեղեցուն եւ իշխանության, ինքը իր ձևերով այդ ամեն ինչին կնպաստի։ Այստեղ ո՞րն է իշխանության զավթումը։ Նախ այդ թող քննությունը պարզի, այդ ո՞րն է իշխանությունը եւ թող պարոն Կարապետյանը քննիչներին պատասխանի այդ հարցերին, ոչ թե հաշտեցման օրակարգով էր։ Երկրորդը, գիտեք, կարելի է միշտ էլ ասել, որ տենց բան էլի post factum ես դա նկատի չունեցել, բայց մեր ժողովուրդը տեսել է այդ կադրերը եւ մեր բաներն էլ են տեսել իրավապահ մարմինները եւ արձագանքել են դրան եւ ճիշտ են արել որ արձագանքել, այսինքն մի խմբակ ասելն էլ է այդ հաշտության, այսինքն այդ մի խմբակին ուզում էր հաշտեցնել եկեղեցու, թե այդ խմբակը եկեղեցու հետ պրոբլեմ չունի։ Ագրեսիվ եք ընկալել մի խմբակը։ Հարցը ագրեսիան չի, հարցը այն է, որ այդ մարդը կոնկրետ սպառնում էր, որ մոտավորապես եթե շարունակեք այս գործողությունը եւ ինչ որ քաղաքական գործիչներ չկարողանան ձեզ հանդարտեցնել, հա, ես իմ ձևերով դա կանեմ։ Եթե իր ձևը աղոթելն է, օրինակ, գնա մոնվարի, որ այլևս իշխանությունները չպահանջեն որոշ եկեղեցականներից
պահպանել իրենց իսկ կանոնները, թող ասի քննությունը հաշվի կառնի, ինձ թվում է։ Իսկ հաշտեցման նրա հաճախ աղոթի, որտեվ դա իրան երկար ժամանակ պետք կգա։ Հաշտեցման առաքելությունը ինչու՞ չեք ընկալում դրա կողմից։ Ես այդտեղ որևէ նախ ոչ լիազորություն ունեմ ընկալելու, ոչ չընկալելու, եւ երկրորդը օրենքը եւ իրավունքը տենց կարծում եմ, եթե ինչ-որ գործուն զղջման բանով է խոսքը գնում, որ զղջում է եւ այլն, դրա ընթացակարգերը կա, քննիչներն ու դատախազները կարծում եմ կզբաղվեն դրանով։ Իսկ հավելյալ ինֆորմացիա իշխանությունը ունի, որ նա պատրաստվում էր կամ ծրագրում էր կամ իրոք կոչ էր անում կամ ինչ-որ ֆինանսավորում էր, չգիտեմ, իշխանության բռնազավթման, ես կարծում եմ, որ դա քննության առարկա պետք է դառնա եւ մեր իրավապահ մարմինները նաեւ պետք է պարզեն այդ հանգամանքները։ Ես չեմ բացառում, որ նման ինֆորմացիա լինի, ես ինքս չեմ տիրապետում նման ինֆորմացիա, չունեմ նախաքննական գաղտնիքի հասանելիություն, որ ունենամ այդպիսի ինֆորմացիա, բայց գիտեք, ասում եմ, ասենք ողջամիտ մարդը այդ ամեն ինչը լսելով, նաև լսելով եւ հասկանալով թե ով է դա ասում, հասկանում եք, մեծ կարողություն, մեծ ուղիղ, որովհետեւ երբ որ օրինակ դա ասում է մի քաղաքացի, որը որ չունի որևէ հնարավորություն այլ ձևերի, դա ուրիշ կերպ է մեկնաբանվում օրենքի տեսանկյունից։ Մյուս դեպքում, երբ որ օրինակ ունես բազմահազարանոց, օրինակ աշխատողներ, մուլտիմիլիոնանոց կարողություններ, այլ երկրի քաղաքացի ես եւ այլն, բայց հայ բարերար գիտեք, բարերար լինել չի նշանակում, որ կարող ես օրենք խախտել եւ այդ կեղծ բարեպաշտությունը եկեք դադարեցնենք, էլի դա մեր աղետների հիմքն է իրականում, որ կարելի է օրենքները խախտել, օրինակ հարկերը չվճարել կամ տարբեր բաներով կեղծավորություն ան, հետո գալ ինչ որ խոսքը Կարապետյանի մասին չի գալ մեկին փող տալ, ասել ես բարերար եմ եւ հետեւաբար ես սուրբ եմ։ Այդպիսի բան չկա։ Ասացի արդեն։ Բայց մի տեսակ երկակի ստանդարտների հոտ է գալիս, որովհետև պարոն Աջապահյանը, Շիրակի թեմի առաջնորդը հարցազրույցում նկարագրում է մի տեսարան, երբ որ նախկին նախագահներին կոչ է արել կամ հորդորել է հեղաշրջման ճանապարհով գնա։ Ուրեմն Աջապահյանն էլ է պետք քրեական հետապնդման ենթարկել։ Ես կոչ եմ անում մեր դատախազությանը ուսումնասիրել այդ բանը, հայտարարությունը եւ իրավական գնահատական տալ, որպեսզի երկակի ստանդարտների տպավորություն չթողնի։ Լուրջ ինչու՞ չեք վերաբերվում։ Շատ լուրջ ենք վերաբերվում ամեն ինչ։ Ես ինքս քաղաքական առումով շատ լուրջ եմ վերաբերվում, բայց ես քրեական գործ հարուցելու լիազորություններ չունեմ, բայց նորից եմ կրկնում, հրապարակային ասում եմ, եթե որևէ մեկը նման բան է ասել, անկախ նրանից թե ինչ շոր է ինքը հակած կամ ինչ շենքում է դա նստած, պետք է ենթարկվի օրենքի ուժով պատասխանատվության։ Այն պարագայում ուղիղ ասվում է, որ այդպիսի առաջարկ եմ արել, այս պարագայում մարդը հաշտության կոչ արել եւ չեմ լսել թե ով ինչ է ասել, նկատի ունեմ Աջապահյանը, բայց եթե որևէ մեկը իշխանությունը բռնի տապալելու կոչ է արել, նա պետք է պատասխանատվության ենթարկվի, անկախ նրանից նա ինչ շոր է հագնում, նորից եմ կրկնում։ Եվ եթե մեկը թերացել է այդ իրաց գործում, ապա նա էլ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ինչու հեռացվեց։ Վարչապետը կարծում եմ պատշաճ պարզաբանում տվել է դրան։ Հոգնածեր մի տեսակ չի ուտվում, էլի ուրիշ բան ասեք գոնե։ Մի քիչ նորություն մտցրեք մեր կյանքում, Արտուրսյան։ Հոգնածեր գնաց տուն։ Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել պարոն Աբազյանի հետ, շատ բարձր եմ գնահատում նրա աշխատանքը, ավելացնելու բան չունեմ։ Չունեք։ Համաձայն եք վարչապետի որոշմանը նրան հեռացնել։ Գիտեք, վարչապետի ենթակա մարմինների ղեկավարներին վարչապետն է նշանակում եւ մենք այլ բան քան համաձայնվել դրա հետ չենք կարող։ Չենք համարձակվում, այլ ոչ թե չենք համարձակվում, այլ չենք կարող, որովհետեւ դա լիազորությունների շրջանակներում է, ինչպես տարբեր մարդկանց լիազորությունները։ Այդ տեսեք, եկեղեցականներից դուք թափանցիկություն եք պահանջում։ Բայց դուք թափանցիկ չեք։ Հանրությունը ես ինքս ոչ մի բան չեմ պահանջում։ Սկսենք դրանից։ Չէ, դուք կպեից եք, չէ՞, կուսակրոնության ուխտը խախտել են եւ վետինգ եք առաջարկում։ Ոչ եկեղեցական, ոչ կրոնական մարդ եմ։ Դուք կոչ չեք անում կուսակրոնության ուխտի խախտման։ Ես կոչ եմ անում ընդհանրապես չխաբել եկեղեցականները դաշնակից ունեն ԿՊ-ում փաստորեն, պարոն Թորոսյանը դեմ է։ Հետևորդներին չխաբել։ Չէ, ես դեմ եմ կրոններին բոլոր տեսակի աշխարհի վրա եղած բոլոր եւ դա նորություն չի եւ հետեւաբար այդ տեսանկյունից ես նոր բան չեմ կարող ասել, բայց ես կոչ եմ անում առնվազն լինել այնպիսին, ինչպիսին դու ասում ես, որ պիտի լինես եւ եթե խաբում ես այլոց ու չես ուզում հետևել քո իսկ կամ
քո հանրույթի իսկ սահմանած կանոններին պետք է կարողանաս պատասխան տալ քո հետևորդներին։ Ես ինքս դրանց մեջ չեմ մտնում, բայց այն մարդիկ, ովքեր որ մտնում են, ունեն լեգիտիմ իրավունք այդ հարցերը տալու եւ պատասխաններ ստանալու, որոնք չեն տրվում, թեև ակնհայտ են այդ պատասխանները, որ օրինակ Կտրիշ Ներսիսյանը երեխա ունի եւ բոլորը գիտեն այդ երեխայի մասին, անունը, ազգանունը, հա, անունը, ազգանունը եւ դա թաքուն չի եւ ինչպես մի անգամ ասել եմ, եթե պարզվի, որ օրինակ ես անհամատեղելիություն ունեմ իմ պաշտոնի հետ եւ դա մի օր հայտնի դառնա, ես պետք է նույն պահին զրկվեմ այդ իմ պաշտոնից, նույն ձևով ինքը պետք է զրկվի։ Ոչ շատ པարզ է ամեն ինչ։ Բանաձևը բարձ ստորադասական ինչ որ բան չէ, էլի քառակուսի հավասարում չի։ Թեոկրատիա դառնա, այս թվում է աթեիստներին կհեռացնեն բոլոր տիպի պաշտոններից։ Դե դրա համար էլ չի դառնա թեոկրատիա Հայաստանը։ Անհամատեղելիության ձևը գտանք։ Պարոն Թորոսյան, այստեղ Ռուսաստանի գործոնը ինչը կապ ունի, որովհետև ասեմ ինչու, որովհետև Պարոն Սոլովյովը, երբ որ նրան լսում ենք այդ հայհոյանքները հերթական անգամի դեպ ձեր իշխանության հասցեն եւ Նիկոլ Փաշինյանի հասցեն, նա ասում էր տուրկոլ, այսինքն թուրքոլ, Նիկոլ Փաշինյանի անվան վերջին մասն է օգտագործում։ Դա գալիս է ապացուցելու, որ այդ մեծ թուրք անվանելու եւ թուրք բառը այտենց հայկական բառապաշարում այտենց զարգացնելու այդ գործողությունները այդքան էլ բան չեն, էնդեմիկ չեն, այսինքն ծագումով միայն Հայաստանից չեն, հաշվի առնելով ամեն ինչ, այլ նաև ներմուծված են։ Շատ հետաքրքիր է իհարկե Էրդողանի հետ տենց բարեկամություն անելը եւ ուրիշներին թուրք անվանը, հետաքրքիր է օրինակ որ Էրդողանը այցելի Պուտինին կամ Պուտինը Էրդողանին կամ գնան Ստամբուլում ինչ որ բանակցությունների նույն ձևով հայոյելու են թուրքերին, նույն ձևով հայոյելու են թուրքերին, թուրք ասելով, բայց ռուսական հետքը միանշանակ է եւ սա նորություն չէ, մենք նաեւ սպասում ենք փաստացի այսպիսի հիբրիդային հարձակումների, բազմիցս խոսել ենք դրա մասին, սա կարելի է դիտարկել դրանց շարքում, որտեղ հա պարոն Կարապետյանը իհարկե ազգությամբ հայ է, բայց նրա կապիտալի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում եւ ըստ էության ռուսական իշխանությունների վերահսկողության տակ, որտեղ այնտեղ այլ կերպ պարզապես լինել չի կարող։ Եվ ես գրեթե վստահ եմ, որ սա եթե ոչ հրահանգավորված, ապա առնվազն համաձայնեցված է ռուսական իշխանությունների հետ։ Հիբրիդային հարձակում Ռուսաստանից կազմակերպված նկատի ունեք, զուտ ճշտելու համար։ Չհասկացա։ Ասում եք հիբրիդային պատերազմ է, հարձակում է, հիբրիդային Ռուսաստանից է կազմակերպված։ Այո, միանշանակ եւ նաեւ եթե տեսնեք նաեւ այդ պաշտոնատար անձանց հայտարարությունները Զախարովայի, այսօր Պեսկովի, դա նաեւ ապացուցում է այդ ամեն ինչը։ Հարձակումների իմաստը մյուս ընտրություններին ժողովրդավարության տապալումն է Հայաստանում, շատ պարզ է ամեն ինչ, ինչը նրանք փորձում են հասնել արդեն 7 տարի է, բայց չեն հասել եւ չեն էլ կարողանալու հասնել։ Բայց պարոն Կարապետյանը կարող է վարչապետ առաջադրվել, այսինքն անձամբ չի կարող, օրենքի երկու ինքը անձամբ չի կարող անել, որովհետեւ էլի անհամատեղելիության խնդիր կա, քաղաքացիության եւ նաեւ երկրում բնակվելու, բայց չի բացառվում, որ իր դեմքով, բայց այլ անձանցով մասնակցեն ընտրություններին, ինչը էլի եթե օրենքի տեսանկյունից նայենք ոչ մի խնդիր չկա, բայց մենք պետքա իրերին ամեն դեպքում տանք իրենց անունը, այսինքն պետք է գնահատականը ճիշտ լինի, որ մեր քաղաքացիներն հասկանան, թե ինչ իրական մոտիվներով է այդ ամեն ինչ տեղում եւ ոչ միայն Կարապետյանի կողմից։ Նկատի ունեք ֆինանսավորել, ֆինանսավորել, հանդես գալ այդ մեծ բարերարի տեսանկյունից, որ սա եմ արել, նա եմ արել, նա եմ արել, ընտրեք օրինակ այսինչան Արմեն Արմենյանին, որը իմ տեխնացուն է մոտավորապես։ Դա միջամտություն կլինի Հայաստանում։ Չէ, դա ինքնին միջամտություն չի լինի, կարծում եմ օրենքի տեսանկյունից, բայց քաղաքական գնահատական հաստատ պետք է ստանա, ինչը իրականում այս կոնկրետ այս միջադեպերի հետ ոչ մի կապ չունի, որտեղ Այսինքն Վեդոմստի այն հրապարակումը, որ Ռուսաստանը համարում է, որ դե Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը տարբերակ չունեն, սպառել են իրենց, սպառել են, չգիտեմ, չեն կարող Ռուսաստանի շահը ներկայացնել, այսպես այս իշխանության հետ մի կերպ լեզու գտնենք եւ դա էր ըստ էության, Փաշինյանը մեկի հաղթելու է, դա կարող էր մի տեսակ մոլորեցնող հրապարակում լինել, գիտեք ինչ իմաստով, այսպես փափուկ բարձ դնել, որ Կրեմլը այս իշխանությունների հետ աշխատելու
Գիտեք, ես VDM-ըստի չեմ կարդում։ Ես էլ չեմ կարդում, բայց տակից, այսպես ասենք, եւ վստահ եմ, մեր ժողովրդի մեծ մասն էլ չի կարդում։ Եվ մենք փափուկ բարձերի այդ սինդրոմից վաղուց դուրս ենք եկել։ Մենք հասկանում ենք բոլոր ռիսկերը եւ մարտահրավերները մեր երկրի առջև կանգնած եւ ժողովրդավարության տեսանկյունից եւ արտաքին եւ այլ ներքին։ Եվ մենք ասելիք ունենք մեր ժողովրդին, որը անում ենք հիմա էլ եւ միշտ ենք արել, եւ ասելու ենք նաեւ ընտրությունների ժամանակ։ Թե գաղափարի իմաստով, թե ինչու ենք մենք նորից հայցում մեր ժողովրդի քվեն, եւ թե նաեւ արված աշխատանքի եւ արվելիք աշխատանքի իմաստով, եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ եւ իմաստուն որոշում է կայացնելու եւ չի տրվելու այդ օտար ափերից եկող հոսանքներին, չի դնելու կասկածի տակ Հայաստանի Հանրապետության սուվերենությունն ու անկախությունը, ինչը անում են այս նշված եւ չնշված շատ ընկերներ։ Եվ ընտրելու է, այո, այն ապագան, որը ավելի է ուժեղացնելու հայկական պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, այսպես ասած, արևմտամետ դիրքորոշում ունեցող, գոնե այդպես հրապարակվող տարբեր գործիչներ, քաղաքական, կիսաքաղաքական, քաղաքագիտական, մեր մոտ ամեն ինչ խառն է, ինչպես գիտեք, անգամ ձեզ քննադատում են ռուսամետ լինելու մեջ, իրապես այսպես Կրեմլի քաղաքականություն վարելու մեջ։ Ես ուրախանում եմ։ Չէ, բայց ես ուրիշ բառ ասում, ասեք։ Եվ երբ որ լսում եմ սա, որ դուք իրականում այսպես Կրեմլի չասեմ գործակալ եք, բայց շատ հարմար իշխանություն եք, որովհետև ոչ մի կարմիր գիծ չեք խախտել, մյուս կողմից լսում եմ ձեզ, երբ որ ասում եք հիբրիդային հարձակում է Ռուսաստանից ընտրությունների արդյունքների վրա ազդելու։ Հիմա ես ուղղակի մոլորվում եմ։ Հիմա դուք գործակալ եք, նրանց հարմար է թե ձեր վրա հարձակվում։ Այդպես ասողներն են իրական գործակալները, ու հիմա կասեմ ինչի։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան եւ անկախ պետություն է, ճիշտ է։ Եթե համաձայնվում ենք այդ թեզին, ապա Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պարկել որևէ աշխարհակահաղական կենտրոնի տակ։ Կլինի դա Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում, եւ եթե որոշ ընկերներ իրենք պարկած են տարբեր աշխարհակահաղական կենտրոնների տակ եւ ուզում են, որ ինքնին երկիրն էլ պարկի, դա չի լինելու։ Եվ մեր ժողովուրդը ընտրելով ինքնիշխանությունն ու անկախությունը ոչ ասում բոլոր տեսակի վասալություններին, հա, վասալության տեսակներին, ինչ կապ ունի դու օրինակ Ռուսաստանի վասալն ես, թե Եվրոպական միության, դու չես կարող լինել որևէ մեկի վասալ, նույնիսկ եթե դու որոշում ես անդամակցել մի միության կամ ռազմաքաղաքական կլինի, տնտեսական, դա քո ինքնիշխան իրավունքն է լինում, քո շահերը հաշվի առնելով։ Հարցից համատեքստը սա է, ձեր հետ ինչ խնդիր ունեք, որ այսպես ասենք ուզում են հեռացնել մինչև հա, իհարկե, ուղղակի ես հարցնում եմ։ Նախ իրենք խնդիր ունեն ժողովրդավարության հետ բոլոր տեսակի իրենց սահմաններին մոտ։ Դա փաստ է, չէ՞։ Նույն Ուկրաինան, նույն Վրաստանը ժամանակին։ Եվ հետեւաբար խնդիր ունեն ցանկացած ժողովրդավար իշխանության հետ, որտեղ իրենք բնույթով ժողովրդավար չեն եւ իրենց սահմանների մոտ ժողովրդավարությունը չեն հանդուրժում բոլոր հակաժողովրդավարական երկրները, ավտոկրատիաները, ավտորիտար երկրները, բռնապետությունները չեմ ասում։ Հաջորդը, եթե խնդիր չունենային, ինչի պետքա այս ամեն ինչը տեղի ունենար Հայաստանի Հանրապետության դեմ, այդ թվում նաև ռազմական ագրեսիաները Ադրբեջանի կողմից, որոնք ըստ էության ողջունվում կամ առնվազն չէին քննադատվում Ռուսաստանի կողմից։ Ես կասեի հիմնավորվում են ՄԱԿ ԱԽ նիստում, ասում է սահման չունեք, ինչի պետքա մեզ, այսպես ասած, հանդուրժեն, եթե մենք էլի ուժեղացնում ենք մեր ինքնիշխանությունը, այդ թվում նաև ռուսական ազդեցությունը թույլատնելով Հայաստանում նույն սահմանապահների հեռացումը սահմանային հատման կետերից Զվարթնոցի, Իրան-Հայաստանի, Հայաստան-Թուրքիա սահմանից, մեր սահմանապահների ավելացումը, սրանք գիտեք լոկ խոսքեր չեն, որ ինչ որ արևմտամետ կամ չգիտեմ ինչա մեծներ ասում են, սա գործողություններ են, որոնք մենք արել ենք եւ սրանից ավելի այդպես ասած պողպատե մանդատ որ ունեինք, հա, դրանից ավելի ուժեղ գործողություն այդ մանդատի հնարավոր չէր պատկերացնել, որ մենք արել ենք։ Տրամաբանության մեջ է, թե չէ։ Այսինքն, այսպես ռուսական ազդեցությունը նվազեցնելու տրամաբանության մեջ է հեծի ազգայնացման հնարավորությունը։ Հեծի ազգայնացման հարցը ոչ միայն ազդեցության նվազեցման մեջ է, այլև այդ կարևոր ակտիվը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, որը կասկածելի հանգամանքներում ժամանակին վաճառվել է, վերավաճառվել է, հետո տրվել է ռուսական պետական ընկերությանը, հետո ռուսական կապիտալով ուղիղ այս օրերին, հետո ռուսական
ըստ էության կապիտալին, բայց մասնավոր Կարապետյանների ղեկավարությամբ, եւ ես կարծում եմ, որ այդ process-ների մեջ հարցեր այնքան շատ են, նաեւ հիմա թե ինչպես են այդ հանրային ծառայությունը եւ մատուցվում եւ սակագնի վրա ազդում նաեւ այդ գնումները, կապալառուների հետ կապերը, որ այո, պետք է ազգայնացնել այդ ակտիվը եւ երկիրը պետք է ինքը կառավարի եւ նաեւ ունենա տոտալ հսկողություն դրա նկատմամբ։ Տեսեք, դուք ըստ էության խոստովանում եք, որ այս քայլերի նաև նպատակը Հայաստանի ինքնաիշխանության բարձրացումն է Ռուսաստանի ազդեցության նվազեցման միջոցով։ Նաև, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների տակ պարտելով։ Չէ, բայց շատ կարևոր է։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանը այստեղ գերի ազդեցություն ունեցել։ Բայց շատ կարևոր է, որտեղ այդ եվրոպական ընկերները մեր, որ Եվրոպա մետ են, հակամ արևմտամետ են, մեզ փորձում են քաշել մեկ այլ ստրկության, հա, որը չի կարելի թույլ տալ, այսինքն չի կարելի փոխարինել մի մայրաքաղաքը, որ քո վրա գերիշխում է, մեկ այլ մայրաքաղաքով։ Դրա համար ենք մենք ասում բալանսավորված եւ բալանսավորման։ Մենք պետք է լինենք լավ հարաբերությունների մեջ շատ երկրների հետ, հնարավորինս շատ, որովհետեւ որևէ մեկը չկարողանա մեր վրա այնպիսի ազդեցության գործիքներ ունենալ, որ թելադրի մեր ներքին եւ արտաքին կյանքը։ Մեջբերում։ Ես կասեի շաբաթվա մեջբերումը։ Իշխանությունը հստակ քայլեր ձեռնարկում ռուսական կապիտալով ընկերությունների դեմ ռուսական ազդեցությունը այստեղ թույլատնելու համար եւ դրա փոխարեն Թուրքիային Հայաստան մտցնելու ուղղությամբ։ Սա է իրականությունը, իսկ թե ոնց որ իշխան Սաղաթելը կարող է փաթեթավորել մեր ժողովրդին խաբելու համար իր տերերի գործն է։ Փաշինյանը գնում է Թուրքիա ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալով։ Ով ասա։ Դուք երևի անգիր էի կարել ես նախադասությունը։ Ես գիտեք մի հատ ստատուս էի գրել, ես ասել եմ, որ եթե մեր ընդդիմությունը ուզում է որևէ հաջողություն ունենա Հայաստանում, պետք է թուրք բառից բացի այլ բառեր էլ սովորի, գնա դպրոց, պատմություն, գրականություն կարդա ու միգուցե իրանք ավելի շատ հաջողություն կունենան Հայաստանում։ Իսկ այդ դատարկ բաները, այդ կենացները կամ ինչ որ չգիտեմ ինչ որակումներ տամ արդեն, այսինքն որակումների բագաժն էլ ավերջացել։ Չէ, բայց այս հրապարակումը էլի ռուս ինչ որ Արիշևից եկավ, որ իբր հեծը խլում է, որ թուրքերին տան։ Դա հա միգուցե պասերով ռուսների հետ ինչ որ ձևով խաղում են, բայց մոտավորապես ասենք օրինակ եթե բանը ինչ որ հիմա խլենք ու ռուսներին տայինք նույն բանն էին ասելու թե այդ դրանից գոհ կլինեին։ Դա կխորացնեք ես այնքան ուրախ եմ, որ ես ամեն ինչը իրանք հրապարակային ասում են, որտեվ կարիք չի լինում, էլի մենք ամեն անգամ ապացուցենք, որ մենք ճիշտ ենք ասում, իրենք են ապացուցում, որ իրենք ճիշտ են ասում, որ օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանները չճանաչած եւ չպաշտպանած իրե պարտականություն ունենալով երկրի տակ են իրանք պարկում եւ չեն ուզում, որ մենք դուրս գանք այդ երկրի տակից, նաև ուզում են, որ մտնենք միութենական պետություն, իրան 004 այդ բանով հերքում են։ Ինչա կոչվում, շրջաբերականով, ոչ մի բան չեն հերքում, որովհետև ասենք ինչի օրինակ չկա 003 կամ 008 կամ ինչի անցյալ տարի չկար կամ չգիտեմ դրանից 5 տարի առաջ եղել է այդ ամեն ինչը եւ կա եւ գիտեք հերքելով չի, երբ որ դու իրանց խոսույթը հարցում ես, լավ ասում ես Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինչքան, Հայաստանի տարածքին ինչքան հարցի չեն պատասխանում։ Ասում ես լավ վերջը արևելյան Թուրքիայի նախկին հայկական գավառները մեր տարածքն են, թե մեր տարածքը չեն եւ նմանատիպ այլներ, որ իրենք չեն պատասխանում այդ հարցերին, խուսափում են հասկանում։ Կոնկրետ Հայաստանի սահմանի թիվ ասեն, եթե կարող ենք մեծանալ բանտոսը։ Թիվ ասելով սահմանափակում ես մեծանալ։ Այո, մենք կարանք եկեք ասենք ամբողջ օրը օրական մի քառակուսի մետր էլ ավել ասենք, տես մեծանանք։ Ու հայտնվենք բանում հոգեբուժական հիվանդանոցի 6-րդ պալատում, ոնց որ իրենք են հայտնվել։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, ասում է վարչապետը։ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործիչներն են ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանը որպես անկախ ինքնիշխան պետություն չկայանա, եւ Հայաստանը կայանում է Հայաստանի ապագայի նկատմամբ ես ունեմ լավատեսություն, քան երբևէ ըստ էության ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը համարում է, որ Արցախ չունենալը մեր հաջողությունների բանալին է, այո։ Ոչ թե Արցախ չունենալն է մեր հաջողությունների բանալին, այլ թոկից կտրվելը, իսկ Արցախ չունենալը մեր
Լեռնային Ղարաբաղի այդ օրվա իշխանությունների ուղղակի պատասխանատվությունն է, որովհետև նրանք մերժեցին Բաքվի հետ բանակցելու բոլոր առաջարկները, որոնք իդեպ արևմտյան հարթակներից էին գալիս, ապավինեցին ռուսական FSB-ի, ասենք 5-րդ դեպարտամենտի մի պրապորշիկի բանավոր խոստումներին, որ ամեն ինչ լավ է ալնելու, դուք այդտեղ հանգիստ մնացեք, եւ կործանեցին հայկական Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը։ Թոկը Արցախն էր, բան։ Թոկը չկարգավորված հարաբերություններ եւ թոկը մենակ մեր վրա չէր, նաեւ նույն Ադրբեջանի վրա էր եւ գիտեք, որ կայսրությունները օգտագործում են այդ գործիքը եւ հիմա էլ շարունակում են օգտագործել նույն, օրինակ, չգիտեմ, Մերձդնեստրյան հակամարտությունը օգտագործում էին նույնը Կենտրոնական Ասիայում, Վրաստանում եւ այլն, եւ դա նորություն չէ եւ պետք չի այտենց այդ բարձ ճշմարտությունները այտենց նենգա փոխել։ Վարչապետը շատ ճիշտ է ասել եւ ես կիսում եմ այդ կարծիքը։ Ցավոք սրտի որոշ ուրացություն չի, բան։ Ցավոք սրտի Արցախի գործող այդ պահին գործող իշխանությունների անխոհեմության արդյունքում Արցախը հայաթափվեց եւ այդ բոլոր հարցերի պատասխանները կամ պահանջները կամ մեղադրանքները պետք է ուղղեն միայն այդ մարդկանց, որտեղ մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախը մնա հայկական։ Պրահայում ճանաչելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը ավելի կարևոր քայլ չի արվել հայկական դիվանագիտության մեջ, որից նաև սկսել է բխել արդեն մնացած կարգավորումները, խաղաղության համաձայնագիրը եւ շատ, ասենք, ինչ ասեմ, առնվազն բութ պետքա լինես, որ չհասկանաս, որ եթե դու չես ճանաչում քո սեփական տարածքային ամբողջականությունը, դու ավտոմատ չես ճանաչում նաև քո հարևանների տարածքային ամբողջականությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով հարձակման ռիսկ, որը արդեն տեղի էր ունեցել եւ որին չէին արձագանքել այդ մեր դաշնակիցները, որոնք պարտավոր էին աջակցել ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ երկկողմ պայմանագրերի շրջանակներում եւ այդ մարդիկ այդ որ խոսում են պարզապես ազդեցության գործակալներ են եւ ես չեմ վարանի ասել նաեւ ուղի գործակալներ են։ Բայց տեսեք, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նորմալացում լիներ, պարոն Թորոսյան, եւ պատերազմի ու ագրեսիայի սպառ բացակայություն եւ մենք որպես հանրություն վստահ լինենք, որ քնում ենք եւ պատերազմական Հայաստան չենք արտնանա, այս զոհողությունն էլ կարել էր ինչ որ կերպ կուլ տալ։ Ինչ զոհողություն, ախր ես կորուստը Արցախի կամ ինչա նշանակում կուլ տալ կամ կուլ չտալ, այսինքն ատամները կրճտացնելով ասել լավ կորցրինք, բայց գոնե այս երկիրը ապահովագրվեց։ Ուզում եք կրճտացրել, ուզում եք չկրճտացնենք, դրանից ոչինչ չի փոխվում, բացարձակ ոչինչ։ Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անդարձելի են, հասկանում եք։ Հիմա մենք կարող ենք անverջ սքալ դրա համար եւ հավերժ մնալ զոհի կարգավիճակում, բայց կարող ենք նաեւ կանգնել ուղիղ եւ փորձել պաշտպանել մեր միջազգայինորեն ճանաչված միակ պետությունը։ Ուզում ենք դա անել, թե չենք ուզում։ Եթե չենք ուզում, եթե ուզում ենք սա էլ մանրադրամ սարքենք մեր այդ զոհի կարգավիճակում հավերժ դեգերելու աշխարհի տարբեր ծայրերում, դա էլ է որոշում, բայց մեր ժողովուրդը վստահ եմ արդեն ընդունել է հակառակ որոշումը եւ 26 թվականի ընտրություններին կվերահաստատի այդ որոշումը, որ մենք կանգնելու ենք մեր ինքնիշխան պետության կողքին, որպեսզի նա լինի հարատև եւ այո ապրելու նաեւ տարածաշրջանում, որտեղ չկան հակամարտություններ կամ եղած խնդիրները լուծվում են խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով, որտեղ կան խնդիրներ եւ երկար ժամանակ լինելու են, ոչ մեկ չի ասում, որ թուրքերը կամ ադրբեջանցիները մեր եղբայրներն են դառնալու վաղը կամ երբևէ, որտեղ կան երկրներ, որ իրենք հարևան են, բայց երբևէ եղբայր չեն, բայց այնուամենայնիվ, ասենք, նույն թուրքերն ու հույները եղբայր են իրար, ոչ, բայց իրար հետ եւ առևտուր են անում եւ իրար հետ հարաբերվում են, թեև ունենալով չլուծված խնդիրներ, որ տարածքային կղզիների հետ կապված, օդային, ջրային տարածքների, բայց ապրում են իրար հետ, պատերազմ չեն հայտարարում եւ բարեբախտաբար իրար չեն սպանում հիմա։ Մենք էլ պետքա ձգտենք նման կարգավիճակի ու ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է դա եւ այս կենացային ճառերը, որոնք հիմնականում արվում են այն մարդկանց կողմից, որոնք ոչ մի լումա չեն ունեցել այդ ոչ հայրենիքի պաշտպանության, ոչ պետության հզորացման մեջ, հակառակը ինչ ասես արել են, որ այս երկիրը թուլանա, այլ
հարկեր չվճարելով, էլ իրենց երեխաներին բանակից ազատելով, եսին որ երկրների քաղաքացի դարձնելով, հիվանդություններ սարքելով իրանց վրա, այսօր հայրենասիրությունից են խոսում եւ ինչ որ ասենք ոսկե պարով, չգիտեմ, կամ Կիրանցով Ղարաբաղ վերադառնալուց կամ ավելի հեռու գնալով, ասենք Արևելյան Թուրքիայի նախկին հայկական գավառները վերադարձնելու մասին։ Չասեցիք Արևմտյան Հայաստան։ Հա, հատուկ չեմ ասում ու չեմ ասել, որտեվ Արևմտյան Հայաստան չի, դա Արևելյան Թուրքիա է։ Պետք է կարդալ քարտեզները, բացել եւ գրքերը եւ հասկանալ, որ դա Թուրքիայի հանրապետությունն է։ Այդ Մասիսին նայելիս դուք ինչ էմոցիաներ եք ունենում։ Շատ դրական, որտեղ շատ գեղեցիկ սար է Մասիս սարը։ Ինչպես օրինակ բազմաթիվ սարեր երկրագնդի վրա ու նույն կերպ նույն էմոցիաներն եմ ունենում Արագածին նայելուց, Հատիսին նայելուց, չգիտեմ Գեղամա լեռնաշղթային նայելուց, ուրիշ երկրներում գնալուց, որ Ճապոնիա գնայի Ֆուձիամայից կունենայի, չգիտեմ Տանզանիայում Կիլիմանջարոյից կունենայի եւ այդպես շարունակ։ Աֆրիկյան երկրներ որսի գնացած կաք, պարոն Թորոսյան։ Մի անգամ Անգոլայում եմ եղել գործուղման, այնտեղ սարեր չկային ոնց որ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արսեն Թորոսյանին։